Ես Միլենա Խաչիկյանն եմ, Տավուշի մարզի Այրում բնակավայրից եմ, նկատիլ նախաձեռնող խմբի ծրագրին եմ մասնակցել, հիմա սովորում եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիա բաժնում, մինչև նախագծը իրականացվել է նախաձեռնություններ չեմ տեսել համայնքում ու դրանց չեմ մասնակցել, այսինքն եղել են նախաձեռնություններ միայն նոյեմբերյան համայնքում, բայց հենց երիտասարդական ակտիվություն նպաստող որևէ նախաձեռնություններ չեն եղել։ Կաթիլ նախաձեռնող խմբից հետո արդեն բոլոր երիտասարդները գոնե անունով գիտեին, որ նման նախաձեռնություն կա իրանց համայնքում, հիմա արդեն ավելի մեծ ծրագրեր ընդգրկում, իսկ երկար գործունեությունից հետո, այսինքն 3 տարի անց նկատում էի, որ նույնիսկ այն ամենապասիվ մասն երիտասարդների գոնե մի անգամ ինչ-որ ծրագրի մասնակցել է կամ գոնե գիտի, որ օրինակ համայնքում պետարանին կարելի է դիմել երիտասարդական հարցերով, ես հիմա քանի որ հետևում եմ մեր համայնքի երիտասարդներից շատերին, նկատում եմ իրենց մոտ, որ մասնակցում են տարբեր ծրագրերի համայնքում, համայնքից դուրս, նաև նկատել եմ, որ համայնքում պատածել են երիտասարդական ծրագրեր, մեր համայնքում նոյեմբերյան համայնքում մենք շատ էինք պայքարում դրա համար եւ վերջապես ոնց որ դա իրագործվեց երիտասարդական թե հատուկ ավականունից, ովքեր որ զբաղվում են այդպես երիտասարդական ծրագրերով ու հիմա վերջերս էլի եղել է որ ինձ զանգել են կամ մեր համալսարան պետմասնագիտական կողմնորոշման համար երիտասարդներ կային Ես եմ իրենց հետ կապվել, այսինքն այդ երիտասարդներ համայնք ավականի ու երիտասարդական ծրագրեր կապը ավելի է ամբողջ Ճիշտ ասած, այս պահին, քանի որ համայնքում չեմ բնակվում, կարողանում եմ երիտասարդներին միայն օգնել նրանց, ում ճանաչում եմ, ինչ-որ հարցերով ներդրում են, ինչ-որ, չգիտեմ, թեմաների հետ կապված կամ նյութերի հետ կապված, այդպես է իմ աջակցությունը լինում, բայց առաջիկայում, քանի որ ես մասնագիտությամբ սոցիոլոգիա եմ, կարծում եմ, որ կլինեն էլի ծրագրեր երիտասարդական կամ հասարակական, որոնց միջոցով կկարողանամ համայնքի ընդհանուր Հայաստանի մասշտաբով եթե նայենք, ես ուզում եմ իմ մասնագիտությունը կենտրոնացնել ոչ թե հետազոտական մարքեթինգային հետազոտական կենտրոններում աշխատելու, այլ հենց հասարակական պատասխանատվություններում աշխատելու գծով ու այս պատմում մեր համալսարանում եմ այդ գծով աշխատում, հենց երիտասարդական ծրագրերի համակարգող եմ